Դե ժողովուրդ ջան, արդեն պատրաստ եմ։ Ես տանից դուրս եմ գալիս։ Տեսեք նվերները ոնց եմ փաթեթավորել եւ գնանք դիմավորելու ում կտեսնեք տեսանյութում։ Նախորդ տեսանյութում արդեն ցույց տվեցի, թե ինչ գնումներ էի արել, չէ՞ ժողովուրդ ջան, հիշում եք։ Եթե չեք դիտել, չեմ ասելու, դիտեք նախորդ տեսանյութը։ Բա տեսեք ինչպես եմ փաթեթավորել։ Իսկ նրանք էլ քաղցրավենիք են, վաֆլիները Լիլ քաղաքի, ընդհանրապես Հյուսիսի հայտնի վաֆլիներն են, նման ձևով, մեջտեղն էլ շատ հետաքրքիր կրեմ է։ Ես արդեն գտնում եմ Լիլ քաղաքի կայարանում, այստեղ երկու կայարան կան, մեկը եվրոպական է, մեկն էլ հենց մեր քաղաքին է, կոչվում է Gare Lille Flandre, եւ այստեղ սպասում եմ գնացքին, որ գալու է Կամբրե քաղաքից, որը մեր քաղաքից գրեթե 1 ժամվա ճանապարհ է ավտոմեքենայով։ Կարամատույցում եմ եւ ահա տեսեք գնացքը արդեն գալիս է, շատ հուզված եմ, սիրտս գցում է, առաջին անգամ ենք տեսնելու իրար։ Կարծում եմ կճանաչենք, դժվար չի լինի։ Ապագա կոմպոզիտորներ, չէ՞, ելը։ Ոնց եք, լավ եք, լավ հասակ, հա? Չէ, լավ հասակ։ Ես Այսյան եմ, երևի ճանաչում եմ, մամայիք ու գերուհին, բայց օնլայն գերուհին էլի։ Էնավ, դե շպեք հետո էլի կնկարվենք։ Մարի Քլեր ջան հրնայի, ահա, Մարի Քլերի նվերը նա չսպասեց, անհամբ էր բացեց, իրա Մոցարտի գիրքն է կարդում, ահա, դե մի հատ բարևի իմ հետևորդներին Մարի ջան, որ իրանք ես հետո իմանալու են, որ մի հատ հայտնի դեմքի հետ են ծանոթացել մի ժամանակ, Fais comme ça, voilà, Շոր ջան ճանապարհ դրեցի, առաջին անգամ էինք իրար հանդիպում, կարծես թե 1000 տարի արդեն ճանաչելիս լինեին, Մարի Քլերն էր ամոթված, ամաչքոր, հավեսով էր խայր, չնայած տեսանյութերով միշտ նայում եմ, բայց իրականում ավելի ուրիշ փոքրիկ էր, լավն էր, մի խոսքով մեծ ապագա է սպասում մեր հրաշամանուկին, ես այսպես պիտի ասեմ, որովհետև համոզված եմ նրա ապագայի հարցով։ Մի խոսքով այստեղ էին իրենք Կամբրե քաղաքում կոնկուրսեր եւ Մարի Քլերը հաղթել էր, եկել էր այստեղ այդ կոնկուրսին էր մասնակցել եւ ֆինալ է անցել, նորից հաղթել է։ Շնորհավորում եմ Մարի Քլերին եւ սպասում ենք հաջորդ համերգին, ֆինալին, որը էլի տեղի ունենալու Կամբրեում։ Հուսով եմ այդ ժամանակ հնարավորություն կլինի իր համերգը դիտելու։ Այսքան այս հաճելի ակնթարթները վայելեցի, հիմա իրենք նստում են արդեն գնաց, ես գնում եմ տուն։ Միանգամից չցանկացա տուն գնալ, էմոցիաները շատ էին եւ այսպես քայլելով տեսեք ինչ պահի ականատես եղա։ Արդեն տանն եմ եւ ձեզ հետ սուրճ խմեմ, ժողովուրդ ջան, քանի որ առավոտյան սուրճ չխմեցի, մտածելով, որ այնտեղ կհարմարացնենք, մոտիկ սրճարան կմտնենք եւ կսրճենք միասին, կզրուցենք։ Բայց ցավոք ժամանակը շատ քիչ էր, բնականաբար պետք է նստեին գնացք, իսկ դրա համար արդեն մի քանի րոպե շուտ պիտի գնային, ընդամենը իրենք տարբերությունը կես ժամ էին վերցրել, որը շատ քիչ էր, բայց ամենակարևոր բանը, որ հանդիպեցինք իրար։ Իրականում կարծես թե առաջին անգամ էլ չէինք տեսնում, վաղուց իրար գիտեինք, ճանաչում էինք։ Տպավորությունը այդպիսին էր,
Եվ ապագայում իրոք ես կանխորոշում եմ, որ անպայման հայտնի ջութակահար է դառնալու Մարի Քլեղը։ Մարի Քլեղը մեր ֆուդ բլոգեր Արշալույսի աղջիկն է։ Շատերը ճանաչում են Արշալույսին, ինչպես նաև մեր այդ խմբին, այն բարի լավ ժամանակահատվածից, երբ որ մենք նոր էինք սկսել մեր տեսանյութերը նկարահանել։ Եվ նորից եմ ուզում հիշեցնել, կարող եք տարածել անգամ այս տեսանյութը, որ սկսնակ բլոգերները կարողանան ճիշտ վերաբերվել մյուս բլոգերներին, չար, վատ, նախանց հայի տեսակը կա ևս բլոգերների մեջ, որը որ շատ վատ է, անվանական չեմ ուզում ասել, դեպքեր են մարդիկ ինձ պատմել իմ հետևորդներից, տեղ հասնի նմանատիպ մարդկանց, չնայած իրենք չեն էլ մտածում, որ իրենք իրականում չար են ու վատն են ու նախանձ են ու մրցակցում են թեկուզ մի քիչ շուտ կամ մի քիչ ուշ սկսած բլոգերներից։ Ժողովուրդ ջան, սա մի հարթակ է, որտեղ մարդիկ բարի են, սա մի ընտանեկան հարթակ է, յութուբյան մի ընտանիք է, որը կփաստեն իմ հետևորդներից գրեթե բոլորը։ Ահավասիկ փաստը Արշալույսը եւ իր ընտանիքը, ինչպես նաեւ մյուս հայտնի թե ֆուդ, թե սովորական բլոգերների հետ բարի դրացիական մենք կապերի մեջ ենք, ունենք մեր խումբը, միշտ իրար գրում ենք, տեղեկացնում ենք, օգնում ենք, մեզ են օգնում, այսինքն միմյանց փոխադարձ է այդ ամենը եւ մեր միջոցառումը Monk 3-ը կհիշեք, հենց այդ ժամանակ էլ շատ բլոգերներ հանդիպեցին նաեւ այնտեղ։ Մինչ այդ on-line փաստացի հանդիպեցին։ Այնպես որ ինձ շատ է զարմացնում մարդկանց այն տեսակը, ովքեր հայ տեսակն է չնայած այդպիսին եղել, որ հիմա փոքր Հայաստան ունենք, ովքեր դավաճանում են, ովքեր բամբասում են, չարախոսում են, թիկունքից հարվածում են, ամոթ է, օտար հողում ապրելով, դուք ձեր վլոգի մեջ բարի, գեղեցիկ երևալով չեք թաքցնում ձեր ներսի չարությունը, մաղցը, դադարեք ժողովուրդ ջան, եւ հիմա առիթը եղավ հենց ապացուցելու, որ տեսեք, ես ու Արշալույսը իրար մրցակիցներ չենք, ես ու շատերը անուններով հիմա ասեմ, կզարմանաք, մենք եթե ամեն օր, նախկինում ամեն օր էինք կապի մեջ, հիմա մի քիչ ժամանակի առումով ամեն օր չշփվենք, շաբաթը մի անգամ անպայման շփվում ենք, եթե կարիք կա ամեն օր շփվում ենք, խոսում ենք, հարցնում ենք, մարդու լավն ենք ցանկանում, թող բոլորն էլ աշխատեն, ով ինչ ճանապարհով ուզում է գումար աշխատի, այդ ինչ մի հատ նախանձելու բան է, այն մարդիկ են նախանձում, ովքեր հետ են տվյալ մարդուց, չէ որ իմաստունին, երբ որ ասել են, որ քեզնից բամբասում են, հետևիցդ խոսում են, ծիծաղել է եւ ասել, որ եթե տվյալ մարդը առաջ է քեզնից, բնականաբար մեջքից պիտի խոսեն։ Այս լավ օրս չփչացնեմ սրանով եւ հաճելի այո հանդիպում էր, կարճ էր, բայց շատ հաճելի էր հանդիպել մի մարդու, ում հետ 5 տարի դու շփման մեջ ես։ Սև սուրճ եմ դրել, այս սուրճը շատ լավ է եւ սուրճի մասին այդքան դրական բաներ, որ ասում են, իրականում ճիշտ է, հատկապես որ մենք ինքներս ենք աղում, հատիկա որ այդ սուրճը, որ օգտագործում ենք եւ արդեն վաղուց համարվում է, որ սուրճը շատ լավ է մարդու առողջությանը, եթե չափավոր են խմում 2-ից ամենաշատը 3 բաժակ։ Դե հիմա բացենք իմ նվերը, չնայած արդեն գիտեմ ինչ նվեր է, սիրուն։ Օ, Մարսելի սիմվոլը, սուրճի բաժակներ, տեսեք,
Ահա, այս է, սրանք էլ իր գտալները։ Մնում է, որ Արշալության գազ, մեր տուն, սուրճ խմենք, չկ, ահա, Մարսել։ Մերսի նվերի համար, շատ սիրուն ու լավ նվեր է։ Մի խոսքով սիրելիներս շատ լավ օր է սկսվել, իհարկե սառն է, Մարսելի ժողովրդի համար ասում եմ մեր ձմեռն է այսպես ցուրտ, բայց մենք սովորել ենք, տեսեք, ես այս ձևով դուրս է եկել, այդ բաճկոնս է եկել մի քիչ տաքոտ, կարելի էր ավելի բարակ հագնել։ Մի խոսքով մեզ համար սովորական արևոտ տաք եղնակ է մեր քաղաքում։ Այսքան է այս բանի համար, ես սուրճս ավարտեմ սիրելիներս։ Հետո էլի կմիանանք։ Սիրելի հետևորդներ, տեսանյութս թերի կլիներ և որոշեցի, որ որոշ կադրերում ձեզ ներկայացնել այդ փոքրիկին իր նվագով, իր ելույթներով և դուք արդեն եթե չեք ճանաչում այդ փոքրիկ հրաշամանուկին, գոնե մոտավորապես պատկերացում կազմեք, թե ում եմ ես այդքան գովերքում։ Իրականում Մարիկլեր Մանուելյանը դեռ ապագայում իր անունը լսելի կդարձնի ամբողջ աշխարհում, որին որ ես հավատացած եմ, համոզված եմ։ Ուստի այս տեսանյութս թող նվիրվի ամբողջությամբ մեր հրաշամանուկին և դուք ծանոթացեք նրա հետ, իդեպ նա ունի նաև YouTube-յան ալիք, որտեղ իր փոքրիկ տեսանյութերն է մայրը տեղադրում հիշողության համար, համոզված լինելով, որ երբ նա դառնա հայտնի, հանրաճանաչ ջութակահար, ապա շատերին հետաքրքիր կլինի, թե նա ինչպես է սկսել իր սկսնական ճանապարհը։ Ուստի ես այս փոքրիկ կադրերը տեղադրում եմ այստեղ, չգիտեմ երբևիցե ով որ թվականին կնայի այս տեսանյութը և արդեն այդ ժամանակ նա միգուցե հայտնի արդեն դարձած կլինի կամ կդիտեն այն ժամանակահատվածում, երբ արդեն մի քանի տարի անցած լինի և ևս էլի հաղթանակած լինի նման կոնկուրսներում, նման փառատոներ հաճախ են կատարվում Ֆրանսիայում և ամեն անգամ բացահայտում են նման հրաշք երեխաների և այստեղ հնարավորություն են ստեղծում զարգացնելու այն վարպետությունը, այն շնորհքը, որը ունի տվյալ երեխան, ծնվում են այդպիսին, բայց նաև դառնում են հատկապես երաժիշտներ այդ աշխարհում աշխատասիրության շնորհիվ, որն էլ ունի մեր Մարի Քլերը։ Նա շատ այդպես ամաչկոտ աղջիկ էր, չնայած երևի թե բոլորն էլ այդ տարիքում ամաչկոտ են, ուղղակի ինձ շատ ավելին թվաց։ Դրական տպավորություններով ավարտում եմ իմ տեսանյութը, սիրելի հետևորդներ, կգրեք մեկնաբանությունում ձեր կարծիքը և ահա ձեզ եմ ներկայացնում հրաժեշտից առաջ նրա առաջին տեսանյութը, մի քանի կարճ այսպես տեսանյութեր եմ ընդգրկում ընդհանուր պատկերացում կազմելու համար։ Դե ինչ սիրելիներս, կարծում եմ շատերի համար մոտիվացիա կլինի իրենց երեխաներին երաժշտական ուղղությամբ տանելու։ Եթե անգամ հայտնի երաժիշտներ էլ չդառնան կամ նման մասնագետներ էլ չդառնան, սովորական, ասենք, երաժշտական կրթությամբ ավարտեն կոնսերվատորիան, ապա գոնե փոքր հասակում ուղեղի աշխատանքի համար շատ կարևոր է երաժշտական որևէ գործիքի վրա նվագելը։ Սա շատ պետք է հետագայում երեխաներին զարգանալու, հիշողությունը ամրապնդելու, ճկուն միտք ունենալու, ճկուն ուղեղ ունենալու և շատ, ինչու՞ չէ նաև մաթեմատիկական խնդիրներ հեշտությամբ լուծելու։ Այո, երաժշտությունը երեխայի ուղեղը զարգացնում է և ակտիվացնում է։ Դե վայելենք Մարի Քլերի կարճ այդպես հատվածները։ Եթե ցանկություն կունենաք լսել, ալիքի հղումը կտեղադրեմ, մտեք, գրանցվեք,
բաժանորդագրվեք, դիտեք իր տեսանյութերը։ Լսենք։ Եվս մեկ երկու այդպես փոքրիկ տեսանյութեր լսում եք, վերջում էլ տեղադրում եմ իմ եւ Մարիքլերի նկարը, որից հետո էլ արդեն ավարտվում է այսօրվա այս հրաշալի տեսանյութը։ Սիրելի մարդիկ եղեք բարի, սիրելիներս, եւ չեմ էլ զլանա նորից հիշեցնելու, որ եթե դեռ բաժանորդագրված չեք իմ ալիքին ու դիտում եք, անպայման բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի բաց չթողնեք իմ բոլոր հետաքրքիր տեսանյութերը, թե խոհանոցային, թե առօրյա վլոգները եւ ինչու՞ չէ նաեւ ճամփորդական վլոգները։ Չենք մոռանում աստղիկը դնելը, որը դուք անպայման լայքելուց հետո կտեսնեք ձեր հեռախոսի էկրաններին եւ աստղիկները կհաստատեք, կուղարկեք ինձ, որի համար էլ շատ շնորհակալ կլինեմ։ Դե մեկնաբանություն էլ եթե կցանկանաք, կարող եք մեկնաբանություն էլ թողնել։ Այսքանը սիրելիներս, լավ մնացեք ինձ հետ, առողջ մնացեք եւ բարությունն է փրկում աշխարհը, պետք չէ չարանալ։ Առայժմ